Բարի երեկո։ Երբ արդարությունը անհասանելի է դառնում օրինական միջոցներով, միշտ էլ կա հավանականություն, որ արդարության ձգտողը դրան կհասնի ոչ օրինական միջոցներով։ Պատմությունը բազմաթիվ նման օրինակներ գիտի, եւ որպես կանոն բոլոր նման իրադրություններում վերաբերմունքը մեղմ ասած ոչ միանշանակ է լինում։ 2002 թվականի հուլիսին Գերմանիայի տարածքում վթարի ենթարկվեց ռուսական մի ինքնաթիռ, բոլոր 71 ուղևորներ, այդ թվում նաև 52 երեխաներ զոհվեցին։ Հետագայում պարզվեց, որ ավիավթարի մեղավորը շվեյցարական Skyguide դիսպետչերական կենտրոնի աշխատակիցն էր։ 2 տարի չանցած դիսպետչերը սպանվեց։ Մարդասպանը ինքնաթիռում կնոջն ու երեխաներին կորցրած Վիտալի Կալոևն էր։ Պատմությունն այս մեծ արձագանք գտավ այն ժամանակ։ Հասարակական կարծիքն էլ երկու մասի բաժանվեց։ Մի մասը գտնում է, որ անկախ պատճառներից մարդ սպանելը հանցագործություն է եւ պետք է դատապարտվի։ Մյուս մասն էլ պնդում էր, որ Կալոևն արդարացի է վարվել եւ նույնիսկ հերոսացնում էին նրան։ Երբ այս պատմությանը նայում ես բացառապես օրենքի տեսանկյունից, ապա իհարկե Կալոևը մարդասպան է։ Բայց երբ դրան նայում ես կնոջն ու երեխաներին կորցրած մի մարդու աչքերով, ում արդարացի պահանջը օրինական մեթոդներով չէր բավարարվում, ամեն ինչ մի տեսակ փոխվում է։ 1972 թվական Մյունխեն մի խումբ ահաբեկիչներ պատանդ էին վերցրել հրեա մարզիկներին եւ որոշակի պահանջներ ներկայացրել Իսրայելին։ Իրադարձությունների զարգացումը սակայն դուրս էր եկել վերահսկողությունից, քանի որ գերմանական ուժայինների ձեռնարկած անհաջող գործողության արդյունքում արաբներն ուղղակի սպանել էին բոլոր հրեա պատանդներին։ Գործողությունից անմիջապես հետո Իսրայելի կառավարությունը, անձամբ վարչապետ Գոլդա Մեյերը, իսրայելական հատուկ ծառայությանը Մոսադին հրամայել էր գտնել եւ ոչնչացնել ահաբեկչական այդ գործողության բոլոր մասնակիցներին։ Գործողությունը ստացավ Աստծո զայրույթ անվանումը։ Իսրայել պետության համար դա պատվի խնդիր էր դարձել։ Մոսադն արեց իր գործը, ահաբեկիչները ոչնչացվեցին։ Կրկին, եթե այս ամենին նայում ենք զուտ օրենքի տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ տարբեր երկրների տարածքում այլ երկրի պետական հրահանգով կազմակերպված սպանությունները հանցագործություններ են, բայց երբ նայում ես մի փոքր այլ տեսանկյունից, պատկերը իհարկե որոշակիորեն փոխվում է։ Ինչու եմ խոսում այս ամենի մասին։ 91 տարի առաջ այսօրը, մարտի 15-ին, Գերմանիայում, Բերլինի Շարլոտենբուրգ թաղամասում հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալիաթի։ Այս գործողությունը մաս էր կազմում Եղեռնի պատասխանատուների ոչնչացման մեծ ծրագրի, որը կրում էր Նեմեսիս անվանումը։ Հիմա, իհարկե, թուրքերի համար այդ գործողությունը ահաբեկություն է։ Ֆորմալ առումով մարդը օտար պետության մայրաքաղաքում կանխամտածված սպանություն է իրականացրել։ Բայց արդյոք որևէ բանական մարդ, լինի դա հայ, ուզբեկ, շվեդ թե նիկարագուացի, կարող է մեղադրել Թեհլերյանին իր արարքի համար։ Արդյոք Թեհլերյանը Թալիաթին սատկացնելով աշխարհն ավելի մաքուր չդարձրեց ու գոնե մի քիչ ավելի արդար։ Այդպես էլ կա։ Եվ բոլորն էին այն ժամանակ գիտակցում դա։ Ու այդ գիտակցումն էր նաև պատճառը, որ Թեհլերյանին դատարանն անպարտ ճանաչեց եւ ազատ արձակեց, ու մեր ժողովրդի բազմաթիվ հերոսներից մեկն իր կյանքն ավարտեց Միացյալ Նահանգներում, Ֆրեզնոյում, հանգիստ ու խաղաղ, որտեղ նրա հիշատակին հուշարձան էլ կա կանգնեցված։ Իրականում այնինչ արեց Թեհլերյանը մարդու արդարության հասնելու բնական ձգտման առավել քան բնական դրսևորումներ։ Արդյոք կարելի էր կարծել, թե ցեղասպանության կազմակերպիչներին երբևէ արդարացի պատժի կենթարկեն։ Իհարկե ոչ, չկա նման բան։ Բոլորն էլ առօգ-փառուկ ապրում էին, վայելելով իրենց հարուստ կյանքը։ Այն կյանքը, որն այդքան հարուստ էր դարձել կոտորված միլիոնավոր հայերի ունեցվածքի հաշվին։ Արդյոք օբյեկտիվ չէր, որ նրանց սատկացնելու ծրագիր պետք է ծնվեր։ Իհարկե օբյեկտիվ էր, եւ նույնիսկ պատվախնդրության հարցեր։ Սողոմոն Թեհլերյանը առանց որևէ կասկածի արեց այն, ինչ պետք է անել, եւ Սողոմոն Թեհլերյանը առանց որևէ կասկածի հայ ժողովրդի հերոսական զավակներից մեկն է։ Ոչինչ, թուրքերը թող նրան, ինչպես նաեւ մեր մնացած բոլոր տղերքին, ահաբեկիչ համարեն, բայց փոխարենը Թալիաթի ու մնացածի ճակատագիրը մշտապես նրանց աչքի առաջ կլինի։ Առողջ եղեք։